Դիլիջանի մանկապարտեզին ես կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, մտածելով կառավարության նիստ է, հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ, ոչ ասելու մանկապարտեզները ձեռից առա, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Այս վերջերս ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը, չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանց մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք։ Չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկաս տահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել։ Իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն եվրոյով տուն է գնել։ Ասենք մերկու դաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում,